Սուրճ ու սեր առավոտից։ 10:10 րոպե, նոյեմբերի 13-ն է, օրը 5-շաբթի։ Ծանոթացանք լրահոսին եւս եւ հարգելի ռադիոլսողներ, մեր այս եթերաժամին արդեն հյուրասրահի դռներն ենք բացել ու կներկայացնենք մեր հյուրին, որը անմիջական կապ ունի նաեւ այսօրվա օրվա տոներից մեկի հետ։ Այո, տեղեկացնենք եւս մեկ անգամ, որ նոյեմբերի 13-ը առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշման համաձայն նշվում է որպես Կույրերի միջազգային օր։ Եվ տաղավարում սիրով հյուրընկալել ենք կոմպոզիտոր, գործիքավորող, նաեւ ձայնային ինժեներ, ռեժիսոր եւ նաեւ Մովսես Խորենացի ոսկե մեդալակիր Վահան Նահապետյանին։ Բարի լույս Վահան։ Ողջույն Բարի Վահան։ լույս, բարի լույս։ Բարի գալուս Թանայի ռադիո կրկին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, որ միշտ ակտիվ ես եւ ցանկացած հրավերի պարագայում մենք մերժում չենք ստանում եւ նաեւ քո գործունեությամբ ոգեշնչում է շատ մարդկանց, որ գուցե նրանք ինչ-ինչ պատճառներով հուսալքված են, հիասթափված են։ Այո, իրոք դա ցավոտ կողմ է այսօր, քանի որ զգալի մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր այդ դժվարությունների պատճառով եւ անգործունակ են, ընկճվում են եւ մտածում են, որ իրանք ոչ ոքի պետք չեն, հասարակության անդամ չեն։ Այո, դա ցավալի է, բայց շատ տարածված է այսօր։ Իսկ ինչ անել, ինչպես ես օրինակ դու Ինչպես ախտարեցիր այդ դժվարությունը։ Որովհետև որ ընկճվես, դրանից իրավիճակ չի փոխվում, այս պարագայում պիտի կարողանաս քեզ հավաքել, բայց այդ հավաքելն էլ բարդ գործընթաց է։ Առաջին քայլը պետք է ինքդ քո ինքնագնահատականը չիջացնես, այսինքն դու մտածես, որ դու պիտանի ես եւ մտածես, որ դու կարող ես ավելին անել, քան շատերը։ Այսինքն առաջի խնդիրը քո մեջ է։ Գիտակցես, որ դու կարող ես։ Իհարկե։ Վանով քեզ օգնեց մարդիկ կամ գուցե դու ինքդ քեզ։ Գիտեք, իմ լավ ընկերները հանդես են եկել գրքերը։ Այսինքն տեղեկատվությունը պետք է շատ ընթերցել այն մարդկանց մասին, տեսեք, հայտնի կոմպոզիտորներ են եղել, հայտնի գործարարներ են եղել։ Վերցնենք հենց Բեթհովենը, լսողության խնդիր է ունեցել, բայց նա շարունակել է ստեղծագործել։ Այո։ Ռեյ Չարլզը, Stevie Wonder, այսինքն Բոչելին, իհարկե պետք է քո ներսի ինքնագնահատականը, քո ներսի մարդը չընկճվի, դու պետք է ընդունես, որ դու կարող ես եւ պետք է քո կյանքից հանես չեմ կարող բառը։ գոյություն չունենա, բավականաչափ չեմ ուզում։ Ես միշտ դա եմ գործածում, այս պարագայում, երբ ասում են չեմ կարող, ասում եմ գուցե բավականաչափ չեք ուզում։ Ամեն մարդ գալիս է այս աշխարհ ունենալով ինչ որ միսիա, հա։ Անպայման։ Այս պարագայում եւ նաեւ մենք լսում ենք շատ մարդիկ ասում են, որ հաճախ քույրերն ավելի շատ բան են տեսնում, քան մենք։ Դե դա ներքին տեսողության մասին է խոսքը, այո, շատ հաճախ ավելի գերզգայուն են դառնում, ամեն ինչի նկատմամբ ավելի խորն են տեսնում։ Պետք է օգտվել սեփական ռեսուրսներից, պետք է մտածել, որ դու էլ եթե եկել ես այս աշխարհ, ուրեմն մի կարևոր դեր ունես եւ անելիք ունես։ Պետք չէ մտածել, որ դու ոչ ոքի հարկավոր ես։ Գուցե եւ շրջապատի ազդեցությունն էլ եւ թուլացնի եւ օգնի երկու տարբերակով էլ հնարավոր է։ Ես գիտեմ, որ Ստիվին ժամանակին առաջարկել են վիրահատվել, աչքերը վիրահատել եւ նա հրաժարվել է։ Ասել են, որ գուցե հնարավորություն լինի տեսնելու, բայց հրաժարվել է։ Բայց նա հրաժարվել, ասես չեմ ուզում տեսնել աշխարհ, ավելի լավ լինեմ այսպեսին կամ տեսնել։ Իսկ աշխարհն ավելի երևի գունեղ ու ճիշտ է։ Գիտեք, մի քիչ երևի Ստիվին փիլիսոփայական է մոտեցել, քանի որ այդ բուժումը այնքան էլ իրատեսական չի, էլեկտրոնային այդ հատուկ չիպեր են ուղեղի վրա տեղադրում եւ դա ոչ թե տեսողություն է, այլ գլխացավանք, ուղղակի հա, ինքը այսպես դու ուղղակի ինչ որ շարժվող մարմիններ ես տեսնում, էլեկտրոնային ինչ որ ձևով դա արհեստական ինչ որ տեսողություն է, որը ուղղակի բերում է եւ գլխացավերի եւ այո, դժվար է։ Հավելյալ անիմաստ ծանրաբեռնվածություն ստացվում է։ Այս պարագայում քո պարագայում ձայնայինն է ավելի զգայուն դարձել եւ աշխարհը տեսնում ես ձայների միջոցով։
Ճիշտն ասած, աշխարհը, այո, մենք հիմնական տեսողական խնդիր ունեցողներս կենտրոնանում ենք ձայնի վրա եւ այսօր ես ձայնից նույնիսկ կարողանում եմ ճանաչել մարդու բնավորության գծերը, գիտեմ ինքը շատ զարմանալի կլինի, բայց գիտեմ նա ինչ է մտածում։ Օրինակ մենք հիմա ինչ ենք մտածում։ Հիմա մտածում եք, որ լավ եթեր լինի եւ Իդեպ մենք ունենք զանգ 553702, ողջունենք ռադիոլսողին, Ասում ենք բարի լույս։ Բարի լույս Հայաստան, ողջույն սիրելի հանրային ռադիո։ Տիկին Անահիտ, բարի Այո, լույս։ գիտեմ, ողջունեմ, թե շնորհավոր եմ, բայց ավելովա ողջունեմ։ Ողջունեք, Շնորհավորելու բան չի։ Ես ակնկալում եի, որ դուք կհրավիրեիք ավելի ոնց ասեմ պետական մարմիններից ինչ որ Սա առավոտյան ծրագիր է Տիկին Անահիտ։ Այո, հենց այդ պահով էլ նաև եկեք հիշենք այսօր մեր հայրենակից Սերգեյ Մանուկյանին, Տիգրան, դու չգիտեմ, լավ հիշում ես Կարինե Հալաջյանի հետ դուք եք ներկայացել։ Այո, մեզ բազմիցս հյուր է եղել եթերում։ Այո, հիշենք նաև Գուսան Հավասուն, Ձեր ձայնը սկսեց այդպես թափվել։ Եվ շատ գրքերը պատմվածքներ բեմադրությունների տեսքով իրականում ես ինձ կսում եմ այսպես տարուքար ու հայթայթում եմ Վահանի ստեղծագործությունները, լսում եմ, որովհետև Վահանից խոսացավ չուղարկեց ձայնագրությունները, բայց ոչինչ, ուղղակի գիտեք, ուզում եմ ասել, որ մենք իրականում շատ ուժեղ ենք, չտեսնող մարդիկս, որովհետև որքան էլ անկեղծ լինեմ էլի, ինչքան էլ ուզենանք թեթև խոսենք, չի լինում, որքան էլ չենք վայելում պետության աջակցությունը, չի պաշտպանվում մեր իրավունքները, ոչ մի հարցում, մենակ է ողորմելի կենսաթոշակը հերիքա, ընդհանրապես պետությունից մեզ հասել է մի ձեռնափայտ, օրինակ ասեմ Տիգրան ջան, Լուսինե ջան, որ ես այդ ձեռնափայտից չեմ օգտվում, որովհետև իմ զգայարանները ինձ ավելի են օգնում, քան այդ ձեռնափայտ կոչվածը, ես այսպես անկաշկանդ քայլում եմ ինչ շրջապատով ու ոչ մեկ ինչ չի օգնում, բայց որ դուրս եք արդեն ավելի կենտրոն տեղ, ես ուղեկցողի կարիք ունեմ։ Դե բնական է։ Այո, ես ուզում եմ ուղղակի ասել, որ այսօր շատ չտեսնողներ չունեն աշխատանք, ես այսօր պետք է տամ մի անուն, որը չգիտեմ, հանրապետությունում նրա նման կրթված մարդ էլի կա, թե ոչ, ես Իրեն Արաքելյանի մասին եմ ուզում խոսել, նա ուղղակի գիտության շտեմարան է, բայց այսօր աշխատանք չունի, որովհետև չի տեսնում, պարզապես ուզում եմ ասել, որ մեր երկրի պետական այրերը բարձրաձայնում են, ասում են միայն կրթություն, այս մարդն էլ կրթություն ունի, բայց աշխատանք չունի։ Այստեղ կարծում եմ նաև պետք է դիմենք մասնավոր հատվածին, որովհետև կամ բազմաթիվ ընկերություններ, որոնք մասնավոր են։ Հայտնել ռադիոյին, հանրային ռադիոյին, ես ինչ ինքս ինձ հիշում եմ, ձեզ մոտ նստած եմ, հետևում եմ, ձեզ արդեն բոլորից լավ ճանաչում եմ։ Դուք ամենաակտիվ ռադիոլսողն եք Տիկին Անահիտ։ Այո, Լուսինե ջան, ես մի բան էլ ասեմ, ես օրինակ շատ լավ անցալում եմ մարդկանց ձայների մեջ ամեն ինչ ասված է, եթե մարդը լինի վատը, նա երկար ժամանակ լավ խաղալ չի կարող, դա կարկատակ շորի նման է, անպայման կպատրվի, եւ ամեն ինչ ձայնի մեջ շատ, ու մեկ էլ մի բան էլ ու ավարտեմ, ներքին ձայն, դա չտեսնող մարդկանց մոտ շատ լավ զարգացած է հանձինս ինձ, եթե ես չեմ լսում իմ ներքին ձայնին անպայման տուժում եմ, ես իմ ներքին ձայնը ինձ ուղղորդում է, թե ես ինչ անեմ։ Շնորհակալ եմ։ Բարի, շատ լավ, շնորհակալ ենք։ Տեսնող մարդկանց բոլորին ուժեղ եղեք, ժողովուրդ ջան, մենք բոլորից լավ ենք տեսնում։ Մենք վստահ ենք, շնորհակալություն Տիկին Անահիտ ջան, Տիկին Անահիտը մեր մշտական ռադիոլսողն է եւ շատ լավ է, որ մարդը նաեւ փորձում է ինքն իրեն ադապտացնել, հա, աշխարհին ու շրջապատին։ Փորձեմ պատասխանել Տիկին Անահիտի բարձրացրած հարցին։ Տեսեք, Տիկին Անահիտ, սա իհարկե բոլորին է վերաբերվում։ Եկեք ոչ թե մենք նստենք սպասենք, որ ինչ-որ մեկը մեզ պետք է օգնի, դա լինի պետություն, դա լինի ինչ-որ անձի կողմից, այլ փորձենք մենք ինքներս լինենք, կայանանք այնպես, որ մենք օգնենք դիմացինին։ Ես 30 տարի արդեն աշխատում եմ 96 թվականից, ես համագործակցում եմ բազմաթիվ էկրանի, թատրոնի արտիստների հետ եւ դա ինձ ոչ պետությունն է օգնել, որովհետեւ ինչ որ մի անհատ է օգնել, ես ինքս եմ քայլ արել։ Եկեք չնստենք ու չսպասենք, որ ինչ որ մեկը դա երբեք չի լինի։ Երբեք մեզ չեն գա, չեն օգնի։ Մենք պետք է ուժեղ, տեսեք դուք ուժից էիք խոսում, դուք խոսում էիք
ներքին տեսողությունից, եկեք այդ ներքին տեսողության ռեսուրսը փոխենք, այլ կերպով օգտագործենք։ Մենք չլինենք, չզգանք մեզ որպես անկարող մեկը, որ ինչ որ մեկը պետք է գա մեզ օգնի, այլ մենք դառնանք ինչ որ դառնանք այն անհատը, որը քայլ կանի օգնելու դիմացին։ Ես ինքս իմ ընկերներին շատ հաճախ օգնում եմ։ Ասեմ օրինակ, իմ մոտ այնքան է հմտացել արդեն համակարգչային գիտելիքները, այնպես եմ հմտացել, որ ինձանից շատ ավելի մեծ տարիքով մասնագետներ խորհրդակցում են տեխնիկական հարցերի շուրջ ինձ հետ։ Այսինքն ես արդեն, այո, ես հիմա այսօրվա դրությամբ ունեմ այնպիսի գերզարգացած տեխնիկա, հա, այսօրվա մեր ժամանակներում, որ դա մեր լեզվով մեր լեզվով երաժշտական լեզվով ասում են միջազգային ստանդարտներ, հա, այդ եվրոպական ստանդարտներին համապատասխանող ողջ տեխնոլոգիան ես այսօր կիրառում եմ։ Վերջի ռևոլյուցիոն սարքը, որ ես ձեռք բերեցի մի քանի օր առաջ, դա աշխարհում այսօր համարվում է լավագույնը եւ օգտագործվում են հիմնականում ամերիկյան եւ եվրոպական հայտնի արտիստները։ Մենք տեղյակ ենք, դու ինչպիսի հսկայական աշխատանք ես իրականացնում, նաեւ քո YouTube-յան ալիքի մասին ցանկանում եմ մի փոքր պատմես։ Պատմեմ, ուրեմն ես 4 ալիք ունեմ YouTube-ում, որից մեկը ռադիո ներկայացումներ եմ բեմադրում։ Ինչ ես ասում, չգիտեի, սա նորություններից համար։ Այո, գիտեք, կարելի ասել մեր լավագույն դերասանների մասնակցությամբ բեմադրում եմ տարբեր հայտնի հեղինակների գործեր։ Հիմա նույնիսկ առակներ են բեմադրում կարճ, որոնք օգնում են մարդկանց դժվարությունից դուրս գալու խորհուրդներ, բայց ներկայացման ձևով։ Այո։ Ինչպես հաղթահարել դժվարությունները, ինչպես գտնել ելքերը։ Գիտեք, չկա անհնարին ոչինչ։ Ցանկացած դժվարության մեջ միշտ էլ կարելի է ելք գտնել։ Եվ բեմադրում եմ նաև մանկական ռադիո ներկայացումներ, նաև ավագ սերնդի համար եմ բեմադրություններ կատարում, բազմաթիվ։ Հիմա ասեմ ձեզ, որ ունեմ նաև մեծ լսարան եւ սա բարեգործական հիմունքներով։ Ես ոչ մի ֆինանսական եկամուտ չկա։ Տեսեք, ես ինքս եմ կազմակերպել այս ամենը։ Նախաձեռնել։ Այո, նախաձեռնել։ Ես ինքս եւ մոնտաժն եմ կատարում եւ ռեկորդինգը, այսինքն ձայնագրությունն եմ կատարում։ Ես ինքս նաեւ սցենարների վրա եմ աշխատում։ Ճիշտ է, ես նաեւ ունեմ օգնական, ռեժիսորի օգնական եւ խմբագիր, իդեպ կարող եմ շնորհակալություն։ Իհարկե։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Նարինե Իսրայելյանին, ինձ օգնելու կամավոր օգնելու համար, նաև բոլոր մեր լավագույն դերասաններին իրենց մասնակցության համար, որտեղ գրեթե բոլոր թատրոններից մասնակցում են մեր այսօրվա արտիստները։ Նրանց եք ոգևորել ու ոգեշնչել ձեր գաղափարներով փաստացի։ Այսօր օրինակ ես Թատերական ինստիտուտում ունեմ եւս մեկ ներկայացման ձայնագրություն։ Այո։ Ժամը 6-ին եւ տեսեք, նոր ներկայացում եմ բեմադրել, այսօր գնում եմ այն ձայնագրելու եւ իրականացնելու։ YouTube-ում կարող են փնտրել բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան, սիրում են ներկայացումներ, ուղղակի գրում եք կամ հայերեն ռադիո թատրոն, կամ անգլերեն ռադիո թեատր։ Սա արել եմ նաև նրա համար, որ տեսողական խնդիր ունեցող անհատները ժամանակ առ ժամանակ կարողանան ինֆորմացվել համաշխարհային գրականությունից կամ եւ այլն, ինչ որ հնարավոր է։ Իսկ մյուս 3 ալիքները ինչի մաս, ես գիտեմ մեկի մասին։ Չէ, մյուսը աուդիոգրքերը, իդեպ աուդիոգրքերի մասին աուդիոգրքեր։ Հիմնականում սկզբից ես սկսեցի հայոց պատմության հետ կապված, իդեպ չգիտեմ, իմ այդ թույլ կողմներ, որ պետք է անպայման հայոց պատմություն լինի։ Այո։ Հիմա բազմաթիվ ձայնագրություններ ունեմ, քիչ-քիչ տեղադրում եմ։ Ովքեր են աուդիոգրքերի կարդացողները։ Իդեպ եւ հանրային ռադիոյի մեծ սերնդի հաղորդավարներից կան։ Եվ նաեւ դերասաններ, Սամվել Ղազարյանն է շատ ընթերցում, հիմա ցավոք նա ողջ չէ։ Իսկ հանրային ռադիոյից ձայնագրել եմ Զոյա Սարգսյանին, Անահիտ Նավասարդյանին, ստերեոստուդիա։
Հասկացա։ Էլ չեմ ասում քո գործիքավորած երկերի մեծ քանակը, որ աշխատել ես մեր հայտնի երկիչների հետ։ Այսօր կարելի ասել արդեն 3000 անցել է երկերի գործիքավորման, նաև ավելացնեմ, որ վերջի այս 2 տարիների ընթացքում նաև համագործակցում եմ իհարկե մշակույթի նախարարության նախաձեռնությունն է, համագործակցում եմ թանգարանների հետ, ստեղծել եմ քույրերի համար խոսող կտավներ։ Իդեպ հանրային ռադիոյում եթերում խոսել ենք մենք դրա մասին եթերում։ Ես գլխավոր փորձագետն եմ, նախաձեռնությունը Սարեր հասարակական կազմակերպություն եւ մշակույթի նախարարության կողմից էր։ Ես որպես գլխավոր փորձագետ հանդես եմ եկել։ Իդեպ շատ հետաքրքիր նախագիծ է, եթե կան տեսողական խնդիր ունեցողներ, որոնք ցանկանան այցելել թանգարաններ, եւ ազգային պատկերասրահ, եւ Սարյանի թանգարան, եւ Քոչարի թանգարան կարող են գնալ եւ ձեռքով ձեռք տան, նաեւ կա այնտեղ ուրեմն աուդիո ուղեցույց, QR կոդով, երբ որ պահում ես հեռախոսը, այո, միանգամից նա քեզ օգնում է ինչպես պետք է կտավը ձեռք տաս եւ ոնց ձեռքը տանես, եւ ինքը ամբողջը պատմում է կտավի վրա ինչ է պատկերված, եւ դու համ ձեռքով հպվում ես, շոշափում ես, համ էլ լսում ես թե ինչ է պատմում այդ նկարի մասին։ Ժամանակակից տեխնոլոգիաները որքան են հեշտացրել ձեր կյանքը։ Գիտեք, ժամանակակից տեխնոլոգիաները բացի հեշտացնելուց այնքան են բարդացրել։ Այո, ես իզուր չհարցրեցի, ես երազում եմ, ես որ փոքր էի, իմ ննջարանում միշտ կար հանրային ռադիո։ Հիշում եք պատի վրա փոքրիկ ռադիո։ Ես միշտ ինձ մոտ ուրեմն պատի իմ անկողնու մոտ էր, պատին ամրացրած։ Ընդհանրապես մի հատ պտուտակ էր, այսպես պտտում է եւ ձայնը բարձրանում էր եւ վերջ եւ դրանից լավ բան չկար ինձ համար։ Հիմա ինչ ասես կա, տարբեր պտուտակներ, սեղմակներ եւ այլն։ Կաներ այսպես։ Հիմա հա, հեռախոսով պետք է Բայց կարող ես փոքրիկ ռադիո գնել եւ փոքրիկ ռադիոյով կարող ես լսել էլի մեզ։ Դե հիմա հանրային ռադիոն շատ հաճախ իր հաղորդումները YouTube-ում տեղադրում է, դու որ ժամին ուզենաս։ Ես առավոտյան 5-ին միացնում եմ հանրային ռադիոյի YouTube-յան ալիքը, մինչև նու աշխատանքից հետո հանգստանալու ընթացքում պատասխանես, հարց տամ ես, լսում ես։ Ես լսում եմ, երբ որ տեղադրում եք առավոտյան հաղորդումները YouTube-ում։ Երեկոյան։ Չէ, ես առավոտյան 5-ին եմ լսում ձեր հաղորդումը։ Նայում եմ, տեսնում եմ երբ է վերջինը տեղադրված եղել։ Եվ միացնում եմ, մեկ էլ շատ եմ օգտվում արխիվ կա, AM ռադիո արխիվ է։ Շատ եմ սիրում այդ ալիքը եւ օգտվում եմ որքան հաճելի է որ հյուրը գալիս է ու պարզվում է որ նա տեղեկացված է լսում է հանրային ռադիոյի դեպ մենք ունենք բազմաթիվ ռադիոլսողներ որոնք կրկին տեսողության հետ կապված խնդիրներ ունեն բայց անդավաճան են մեզ ռադիոն իրենց ընկերն է բայց ես մի բան պետք է ասեմ ես հանրային ռադիո 10 տարեկանից եմ գալիս առաջ Արեգ մանկական հաղորդում կար ես եթեր էի գալիս շատ Վահանը մեր լավ գործընկերն է այո լսենք ռադիոլսողի այո բարի լույս ունկնդի դուք եթերում եք բարև ձեզ ես օգտվելով առիթից որ ողջունում եմ ձեզ եւ ձեր հյուրին շնորհակալություն շնորհակալ եմ այսպեսի առաջարկ նախ եւ առաջ կխնդրեի որ ակնաբուժից հրավիրեիք մի անգամ էլ եթե հնարավոր է դա բժշկական հաղորդում ունենք եւ Լուսին կարծում եմ անպայման կհրավիրի բժիշկների այո իսկ հիմա մի առաջարկ ես մակուլար դեգեներացիա ունեմ դա կենտրոնական տեսողության աստիճանական վերացումն է հիմա ես գիտեմ որ գոյություն ունի տեխնոլոգիա մարդու որովայնի ճարպը եւ արյունը վերցնում են որոշակի պրոցեդուրաներից հետո այդ ստացված լուծույթը ներարկում են ինչ որ հիվանդ հատվածի մարմնի ենթադրենք ծնկների հոդացավեր ունի եւ այնտեղ մաշվել է որովայն արտիճա մի խոսքով որոշ ժամանակ հետո այդ հյուսվածքը ամբողջությամբ վերականգնում է Ես ուզում եմ առաջարկել, որ հանրությունը լսի նաև բժիշկները։ Միթե հնարավոր չի այդ լուծույթը, որտեղ ցողունային բջիջներ գոյություն ունեն, ներարկել նաև աչքին։
Անում են Իսրայելում։ Իսրայելում անում են, Գերմանիայում անում են, բայց Անում դա են։ դեռևս ավելի շատ փորձնական փուլում է, բայց եւս Անում են էսպիսի այո, շատ Իսրայելում վաղուց եւ Գերմանիայում դա դեռ 10 տարի առաջ էին անում, ուղղակի դեռևս փորձնական փուլում է, բայց դրական տեղաշարժ եղել են, այսինքն մարդիկ բուժվել են։ Դա ուղղակի Այսինքն մեզ մոտ գոյություն չունի դա։ Դե չէ, դեռ ոչ։ Չէ։ Կուն կլինի ժամանակի հարց։ Դե հիմա ինքան արագ է Ժամանակի տեխնոլոգիաները հարցը, բայց տարածվում։ ես կուզեի, որ այնպես լիներ, որ իմ ապրելու տարիներին դա լիներ, որպեսզի կարողանայի Հուսանք։ Դուք դեռևս մի 100 տարի էլ կապրեք եւ կտեսնեք։ Շատ լավ։ Ասեցինք։ Որտեղ գնալը բնականաբար շատ մեծ ծախսերի հետ է։ Իհարկե, ճիշտ եք։ Շնորհակալ Շնորհակալություն ենք։ արձագանքի համար։ Մենք եւս մեկ զանգ ունենք, լսենք ռադիո լսողին, այնուհետև կշարունակենք։ Այո, այնուհետև կշարունակենք զրուցել գործիքավորող եւ կոմպոզիտոր Վահան Նահապետյանի հետ։ Բարի Բարի լույս։ լույս, դուք եթերում եք։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Խաչատրյան Քրիստինեն է Արտաշատից։ Այո, շատ հաճելի է։ Նմանապես ես ուզում եմ ասել, որ երբեք չպետք է տարորոշել ասելով հաշմանդամի օր, կույրերի օր, չգիտեմ եւ այլ օրեր։ Եթե մենք պայքարում ենք, որ նրանք մերվեն հասարակությանը, այսինքն դիտենք նրանց հասարակության հավասարազոր անդամ, երբ ասում ենք հաշմանդամի օր, կարծեք թե մենք նրանց մի կողմ ենք առանձնացնում, մատնացույց ենք անում նրանց հաշմանդամությունը։ Բացի այդ, երբեք չմոռանանք Աճարյանի խոսքերը, որ ասել է իմ ամբողջ այդ ստեղծագործությունները իմ մի աչքի արդյունք են կամ Անտերեղ պատմիչի խոսքերը լավ է կույր աչող, կան կույր մտոք։ Հազարավոր մարդիկ կան մոլորակի խոշորությամբ աչքեր ունեն տեսողություն, բայց հասարակության համար չարիք են։ Այն է, ես որ ակնարկս այն մասին է, որ չի կարելի նրանց համար առանցին օր։ Հավասարազոր են նրանք։ Այո, մենք չենք ասում, որ նրանք Հարգելի հավասար եւ չեն։ շատ սիրելի ռադիոլսող, ամբողջ Շնորհակալ ենք։ եթերը նվիրված էր հենց այդ գաղափարախոսությանը եւ հատուկ ընտրված էր այնպիսի հյուր, որը ապացուցում է, որ որևէ ցանկացած տարբերություն դա խնդիր չէ եւ մարդ ամենակարևորը կարողանա շարժվել առաջ, գտնել ինքն իրեն եւ բազմիցս նաեւ նշեցինք եթերում, որ շատ այդպես բարեկիր մատուցում, բայց ոչ բոլորն են այդպես։ Դե ցավոք Հասարակության գիտակցությունը պետք է բարձրանա։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ մեր հաղորդումներով։ Դուք ճիշտ Շնորհակալ եք, ենք։ մենք բազմիցս Շնորհակալ ենք, եթերում այդ մասին Այո։ խոսում ենք, որպեսզի փոխվի Ահա։ նաև մտածողություն եւ նաև մարդիկ ու անհատներ են փորձում աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի փորձի, ինչ վերաբերում Ինչ որ բան փոխվի եւ ուզենք թե չուզենք, այո, այսօր առողջապահության համաշխարհային կազմակերպության չենք որոշմամբ որոշել, այո։ նշվում է որպես Այո։ քույրերի միջազգային Այո։ օր, ուզենք թե չուզենք, հարգելի Իսկ ինչ ռադիոլսող։ վերաբերում է հաշմանդամությանը, ապա առհասարակ հաշմանդամություն բառ մենք հատկապես չենք կիրառում, չենք գործածում, հաշմանդամություն ունեցող այս դեպքում դա ոչ բարձրացնում է, ոչ իջեցնում է մարդուն, սրանք իրավիճակներ են, բնութագրող Դե իրավիճակներ։ հիմա առողջ մարդ չկա աշխարհում։ Դե մենք էլ ունենք շատ այլ թերություններ, Իհարկե, ինչի մասին է խոսքը։ Ես պատասխանեմ Այո։ ռադիոլսողի հարցին։ Տեսեք, նախ հասարակության մեջ ինտեգրվելու համար նորից եմ գալիս սկզբին քեզանից է կախված։ Հասարակության կարծիքը փոխել դու պետք է փոխես։ Իրենց կարծիքը չեն կարող փոխել, մինչև դու չտաս Ինքդ այդ հնարավոր։ չփոխես, այո, Այո, հիմա Ես դա տեսեք տեսել եմ իրականում, ճիշտ է։ Ինչի իմ ընկերները, իմ շրջապատի մարդիկ, բազմաթիվ մարդիկ իրենք չեն, նույնիսկ չեն էլ երբեմն ասում են, մենք չենք հավատում, որ դու ունես տեսողական խնդիր, որովհետև դու գործում ես, շարժվում ես մեզանից առավել։ Հիմա ինչումն է հարցը։ Երբեմն ընկերներս մոռանում են, զանգում են, ասում են՝ մի հատ բան ասեմ, շտաբ գրի, ուղարկի։ Ես իհարկե մենք հիմա արդեն կարողանում ենք հեռախոսների համակարգիչների միջոցով գրել, բայց սրանից բավականին տարիներ առաջ այդ հնարավորությունները դեռ չկար։ Հիմա ամեն հնարավորություններ ստեղծվում են մեզ համար եւ հասարակության մեջ ինտեգրվելու համար առաջի հերթին դու ինքդ պետք է
հիվանդ չլինես քո համար։ Այսինքն դու պետք է չզգաս, որ դու խնդիր ունես։ Դու պետք է զգաս, որ դու առողջ ես։ Սա եւ լավ հոգեվիճակ է, հա, որպես անց դու կայուն հոգեվիճակ ես ունեմ, դու քեզ հիվանդ չես զգում։ Եվ երկրորդը, ամենակարևորը, դու պետք է շրջապատում գործես, խոսես, շփվես, աշխատես հավասարի հետ, ոչ թե դու գաս հասնես ինչ որ մի կետի ու ասես ես չեմ կարող։ Չէ որ իրանք կարող են, բայց ես չկա այդպիսի բան։ Ես ձեզ խնդրում եմ, հանեք ձեր մեջից չեմ կարող բառը։ Եվ սա բոլորին է վերաբերվում։ Ինչ ենք մենք միայն տեսողական խնդիր ունեցող այսօր տեսողական, շատ մարդիկ կան, որոնք խնդիր չունեն տեսողական, բայց բազմոցին պարկած ասում են ես չեմ կարող աշխատել։ Այո։ Ես ի վիճակի չեմ աշխատելու։ Ուժեղ մարդիկ են փոխում մտածողություն, կարծրատիպեր, որոնք ամրացված են։ Հենց դուք ուժեղ մարդն է փոխում այդ մտածողությունը, ամեն մեկը որ մտածի, որ կարող է անել եւ ներկայացնի այնպես ինչպես կա, այս պարագայում դիմացինը արդեն մի հետաքրքիր բան ասեմ, 2 օր առաջ համակարգչով աշխատում էի եւ ինձ հանդիպեց մի այսպես իրավիճակ, որ պետք էր մկնիկ օգտագործի։ Մկնիկի համար տեսողություն էր պետք։ Պատկերացրեք, ես ջղայնացա եւ մկնիկը վերցրեցի ձեռքս, չնայած որ չգիտեի էկրանի վրա ինչ է կատարվում, բայց քանի որ արդեն հասկացել էի մոտապես ինչքան տարածքում պետք է օգտագործեմ մկնիկը, փոքրիկ այսպես տարածքում, ես վերցրեցի ու սկսեցի այդ խոչընդոտը հաղթահարել։ Զգալով։ Այո, զգալով Բրավո։ Կեցես։ Բրավո։ Չհանձնվող տեսակն ուրիշ է։ Այդուհանդերձ սա շատ կարևոր է։ Շնորհակալություն կարևոր զրույցի համար, շնորհակալություն ոգեշնչող զրույցի համար։ Մաղթում ենք հաջողություն քեզ, որպեսզի շարունակես այս նույն ուժով ստեղծագործել, արարել կարևոր գործեր թողնել։ Այո, կարևոր առաքելություն ես անում։ Եվ իհարկե ոգևորել, ոգեշնչել մյուսներին։ Իսկապես շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնենք, մենք զրուցում էինք կոմպոզիտոր, գործիքավորող, ձայնային ինժեներ, նաև ռեժիսոր Վահան Նահապետյանի հետ։ Շարունակեք մնալ մեզ հետ։